Մոլդովական սցենարն է պատրաստում Հայաստանի համար Եվրամիությունը։ Եվրապաշտոնյա Կայա Կալասը հայտարարել է, որ Երևանն է դիմել իրենց հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտությունները կանխելու խնդրանքով, ու որպեսզի ավելի պարզ լինի, ինչ կարող են անել իրենք, Մոլդովայի օրինակն է նշել։ Նախաճաշին հանդիպելու ենք Հայաստանի հետ, այնտեղ ընտրություններն են մոտենում և հարց է առաջանում, ինչ կարող ենք անել նրանց աջակցելու համար։ Մեզ դիմել է նոտարերկրյա միջամտության դեմ պայքարելու խնդրանքով, Մոլդովային տրամադրած աջակցության պես։ Կալասի նշած քննարկման ժամանակ ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության Եվրամիության անդամ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն։ Թեև մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն ուղիղ չի ասում, որ դիմել է Եվրամիությանն արտաքին միջամտություններին հակազդելու խնդրանքով, և հայտարարության տեքստում և նախաճաշից հետո Միրզոյանի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ հենց այդ դիմումի քննարկման համար է Բրյուսել մեկնել Հայաստանի արտգործնախարարը։ Անդամ պետությունների հետ մենք քննարկեցինք Հայաստան Եվրամիության գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքները և եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Երկու շաբաթ առաջ Բրյուսել Միրզոյանի այցի ժամանակ, երբ ստորագրվել էր Հայաստան-Եվրամիություն նոր ռազմավարական օրակարգը, Կայա Կալասը հայտարարել էր, որ պատրաստվում են փող տալ Հայաստանին ընտրությունների օրերին արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ակնարկել էր, թե Հայաստանի արտգործնախարարը ռուսական հնարավոր միջամտության մասին է ահազանգել իրենց։ Ինչպես հասկացանք Մոլդովայի փորձից, արտաքին միջամտությանը հակազդելը պահանջում է ամբողջ հասարակության կենտրոնացումը։ Եվ մենք ուրախ էինք ձեզնից լսել, որ հենց այդպես է իրավիճակը Հայաստանում։ ԿՊԱ-կանները տեսախցիկների առաջ հնարավոր միջամտողների անուններ չեն տալիս։ Ժողովրդավարության բաստիոն ինքնահռչակված Հայաստանում արտաքին միջամտությունների դեմ պայքարը համարում են ժողովրդավարության պարտավորությունը։ Ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ, կլինի դա տարբեր նախկին պաշտոնյա, օլիգարխ, այլ երկրի, թե որևէ այլ, էական չի ինձ համար։ Եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետությունների ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշառքի, կեղծ լուրեր տարածելու, տարբեր տեսակի ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ ժողովրդավարության պարտավորությունն է պաշտպանել իրեն։ Բայց թանկ սկզբունք են առել իրենց պաշտպանության տակ ԿՊԱ-կանները։ Ժողովրդավարություն ունենալու համար փող, ուժ ու գիտելիք էլ է պետք։ Կարծում են այդ հարցով աջակցության ամենահարմար թեկնածուն Եվրամիությունն է։ Ես կարծում եմ, որ Եվրամիության երկրներում ժողովրդավարության փորձը և պատմությունը և տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել։ Արդյոք Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ Եվրամիության պայքարը արտաքին միջամտություն չէ։ Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախընտրեմ դա։ Եվրոպական հատկապես որ երկրի օրինակն է Հայաստանում պատկերացնում իշխանությունը։ Եվրամիության որ պետության փորձը, Ռումինիայի փորձը, որ ընտրվել էր նախագահ եւ սահմանադրական չեղյալ էին ճանաչել, հետո սահմանադրական դատարանով, եթե չեմ սխալվում, էլի հաղթել էր, բայց չեն թողել, որ մարդը լինի Ռումինիայի նախագահ, պատճառը հետեւյալն էր, եթե էլի չեմ սխալվում, ասել էին, որ Ռումինիայի նախագահը դրական վերաբերմունք ունի Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Դանիելյանը համոզված է հիբրիդային սպառնալիքներին հակազդելու անվան տակ Եվրամիության միջոցներով Հայաստանի իշխանությունը պայքարելու է ընդդիմախոսների դեմ։ Հիբրիդային պատերազմ ասելով իրենք այդ ամբողջ այդ նյութական ռեսուրսը գումարը օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պահարակելու, խարազանելու եւ մնացած այլ գործողությունների համար։ Այդպես էր նաև Սրբազան պայքարի օրերին։ Դանիելյանը վստահեցնում է, Եվրամիությունը վաղուց է գաղտնի ֆինանսավորում Հայաստանին։
Գերիների խնդիր չկա իրանց համար, կներեք, Արցախի խնդիր չկա իրանց համար, մեր տարածքների օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերման խնդիր չկա։ Մենակ մի խնդիր ունեն այս մարդիկ։ Գնան Եվրոպա, ով որ իրենց դեմ է, ասեն այս մարդիկ շպիոն են, Ռուսաստանի շպիոնն են եւ խնդրում ենք ձեզ միջոցներ ձեռնարկել։ Մամուլում տեղեկություններ կային, որ Փաշինյանը համաձայնության է եկել եվրապաշտոնյաների հետ, ինքը շարունակում է եվրաինտեգրման ճանապարհով գնալ, Եվրամիությունն ամեն ինչի վրա աչք է փակում հանուն իր վերընտրվելու։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։